Առաջին թեման, որին պիտի անդրադառնամ, ադրբեջանական գազի նավթամթերքի մուտքներ Հայաստան։ Ասում եմ, դա տեղի ունեցավ հետաքրքիր կերպով նույն օրը, ինչ այդ ուրեմն Բահարանի վրա Բահարանում այդ ակցիայի իրականացման մասին հայտարարություն տարածվեց, ժողովուրդը հավաքվեցի, մի տեսակ մամուլի ուշադրությունը շեղվեց եւ հաջորդ օր հայտնվեց, որ մի քանի վագոններով առաջին անգամ գուցե պատմության մեջ ադրբեջանական նավթամթերք կա ներկրվել ուրեմն Հայաստան եւ հիմնականում դրա խավորը, դրա հեղինակը եղել է Խաչատուր Սուքասյանը, Գրզոն եւ նրա բենզալսակայաններում են այդ ուրեմն ադրբեջանական բենզինը վաճառվելու, դրանից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ պետք է բոյկոտել եւ չօգտվել այդ նավթամթերքից, որին միանում եմ նաեւ ես, թեև ամեն դեպքում ես օգտավողը չեմ Հայաստանում չապրելով, բայց իմ բարեկամներին բոլորին կոչ եմ անում չանել այդ քայլը, քանի որ յուրաքանչյուր կոպեկ, որ դուք տալիս եք այդ արտադրանքը գնելու համար, հիշեք, որ այդ նավթամթերքը արդյունաբերությունը արտադրվում է Ադրբեջանում, այդ գումարը գնում է Ադրբեջան, Ադրբեջանը այդ գումարներով զենք է գնում եւ այդ զենքերը շուտով կրակվելու են հենց ձեր երեխաների վրա, ձեր երեխաների վրա, ձեր եղբայրների, ձեր քույրերի վրա։ Այլևս Արցախի խնդիրը չի, Արցախի խնդիրը փակեցիք, հիմա ձեր խնդիրն է, բայց հիմա Հայաստանի խնդիրն է, այս անգամ արդեն Հայաստանի վրա եւ ձեր վրա է կրակվելու այդ գնդակները, ձեր ցանկացած պես ասած յուրաքանչյուր դրամը, որ վճարում եք այդ բենզինը գնելու համար, այդպիսի բացասական հետևանք ունենալու։ Բայց ինչ է կատարվում իրականության մեջ, ես տեսամ մի շարք տգետներ, այդպես ասած, հրճվել էին, որ ադրբեջանական էժան գազ է գալի, նավթամթերք է գալիս, այդ Արման Բաբաջանյանի մի հատ տեսագրությունը տեսա, որ քննադատում էր ինչու է Կիպր ասում, որ սա վտանգավոր է, չպետք է գնել, ես չգիտեմ, ու տարբեր այդպես պատճառաբանություններ էր բերում։ Ես շատ կարճ բացատրեմ խնդիրը որտեղ է գտնվում։ Իհարկե սա երկրորդ դեպքն է, առաջի դեպքը այդ ծորենները եկան հասան Հայաստան, բայց այդ ծորենները ադրբեջանական արտադրություն չէին, ներեցեք։ Ծորենները ադրբեջանական արտադրություն չէին, ծորենները թե չեմ սխալվում ղազախական արտադրություն էին, Ադրբեջանի ճանապարհով էին եկել հասել, բայց սա արդեն ադրբեջանական արտադրությունն է եւ կարծում եմ առաջին անգամն է, երբ այսպես պաշտոնապես ադրբեջանական ինչ-որ արտադրություն գալիս է մտնում է Հայաստան։ Հիմա եթե այդ արտադրությունը լինի, ես չգիտեմ, ինչ-որ անորոշ անիմաստ, ոչ կարևոր արտադրանք, գուցե այդքան էլ հիմա նշանակալի չլինի, բայց էներգետիկան, բենզինը կամ նավթամթերքը ամբողջ աշխարհում ռազմավարական մթերք համարվում եւ կա այսպիսի մի հասկացություն, որ էներգետիկ անվտանգություն է, այսինքն դու նաև քո էներգետիկական այդ ռեսուրսների անվտանգությունը պիտի պաշտպանես եւ ցույց պետք է տաս որովհետեւ կերպ, որպեսզի արդարացնելու դու եթե կարող ես պետք է քո բացարձակ անկախությունը պահպանես, իսկ եթե չունես ռեսուրսներ, ամեն կերպ պիտի փորձես, որ այդ կախվածությունը չլինի այն երկրներից, որոնք քեզ այդ թշնամիներ են։ Հիմա մենք ինչ ենք անում, ունեցած մեր ռեսուրսները, մեր կախվածությունը, ասենք ունենք Ռուսաստանից, ունենք Իրանից, փորձ է կատարում դա փոխարինել ադրբեջանական, ուրեմն էժան նավթամթերքով։ Մի հատ օրինակով բացատրեմ ինչու է սա վտանգավոր եւ արդյունքում ինչի է ձգտում Ադրբեջանը եւ որտեղ ենք հանգելու մենք ի վերջո։ Ես մի անգամ էլ եմ, եթե չեմ սխալվում, նմանություն անցկացրել այս իրավիճակի եւ թմրամոլների միջեւ։ Ոչ մի թմրամոլ իր մորից թմրամոլ չի ծնվում։ Կամ թմրանյութերի կախվածությամբ չի, եկել լինում են բացառիկ դեպքեր, եթե մայրը, չգիտեմ, մոլություն ունի, երեխան էլ հիմա այդպես մոլությամբ, բայց ցանկ բացառիկ դեպքեր են, մարդիկ ինձ կյանքին ինչ-որ հատվածում թմրամոլը դառնում է թմրամոլ։ Դա տեղի է ունենում երբ ինչ-որ մեկը թշնամի բարեկամի հագուստով մոտենում է իրեն եւ կարճատև հաճույքի համար առաջարկում է անվճար կամ էժան չափազանց էժան գներով թմրադեղ, թմրանյութ, մարդը դա քանի որ կամ էժան է, կամ շատ էժան գներով է վերցնում է, հաճույք է ստանում եւ այդ թշնամին մի քանի անգամ փորձում է նույն գներով տալ, այնքան է դա կրկնում, մինչեւ այդ հաճույքը դառնում է կախվածության մեջ հայտնվում մարդ այդ հաճույքից թմրամոլը ու գնալով ինչ է լինում, գնալով այդ վաճառող, այդ թմրադեղ վաճառող անձը սկսում է արժեքը բարձրացնել։ Ասում է, եթե դու հիմա ես չգիտեմ 100 դրամ ես տալի, վաղ պիտի 1000 դրամ տաս, մյուս օր 2000 դրամ տաս։ Եվ քանի որ անձը հայտնվել է կախվածության մեջ եւ չունի ազատում դրանից, պարտավոր է պահանջած գումարը տալ։ Եվ նախկինում այդ անվճար կամ քիչ գումարով իրեն մատակարարվող թմրադեղը վերջում դառնում է հսկայական գումարների դիմաց, որը երբեմն մարդը անկարող է լինում
վճարել եւ տեսնում ենք նույն թմրամոլության արդյունքում մարդիկ երբեմն ինչպիսի իրավիճակներում են հայտնվում, ինչպիսի ծանր հանցագործությունների մեջ են մխրճվում, իրենց ամբողջ ունեցվածքն են ձեռքից տալիս, իրենց ընտանիքն են ձեռքից տալիս։ Մենք հիմա մոտավորապես նույն իրավիճակի մեջ ենք գտնվում։ Ադրբեջանը մեր գեղեցիկ աչքերի սիրահարը չի, եւ բնական է, որ այդ էժան, եթե ինչ-որ էժան գնով մեզի բենզինը մատակարար վաղն որ գազի թեմ անել առաջ կա, տրամադրում է նավթամթերք, հիմա ինչ էլ որ լինի, դա պարզապես բարեգործությանից լենելով չի անում, այնպես չի, որ շատ է մեզ սիրում, հայ ժողովրդին շատ է սիրում, ուզում է մեզի օգնել, որպեսզի մենք տնտեսական դժվարության մեջ չլինենք, մեր ժողովուրդը, ասենք Երևանում, կարողանա էժան բենզինի օգտագործի, բենզին լցնի մեքենայի մեջ եւ կարողանա ավելի շատ օգտագործել։ Հատկապես որ մամուլում այսօր նկատեցի հրապարակում, որ Ադրբեջանը ինքը հիմնականում բենզինի արտադրող չի, ինքը ուրիշ երկրից է ներկրում, հիմա հետարքե որ ուրիշ երկրից ավանաբար բարձր արժեքներով ներկրած բենզինը արտահանում է Հայաստան։ Ընդհանրապես երկրները, քանի որ բենզինը կարևոր նավթամթերք է, դա սուբսիդավորում են իրենց երկրներում, այսինքն բերում են պետական բյուջեից գումար են հատկացնում եւ այդ բենզինի գումարը համեմատաբար մի քիչ ցած է մնում, որպեսզի ժողովուրդը կարողանա դա օգտագործել։ Հիմա պատկերացրեք այդ պայմաններում ուրիշ երկրից ներմուծված այդ բենզինը Ադրբեջանը բերում է վերաուղարկում է Հայաստանի համար այժմ գնով։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ այդտեղ ամեն ինչը նորմալ չի, ինչ որ խնդիր է կրում։ Ինչ է տեղի ունենում։ Քեզի առաջարկում են էժան բենզին, էժան նավթամթերք, դու գայթակղում ես այդ էժան նավթամթերքով, էժան բենզինով, ժամանակի ընթացքում սկսես կախվածություն ձեռք բերել։ Եթե իրանական բենզինը ավելի թանկ է կամ ռուսական կամ ուրիշ երկրներից ավելի թանկ է անում, Ադրբեջանին ավելի էժան է, բնականաբար դու սկսես ծավալով ավելի շատ օգտվել այդ ադրբեջանական բենզինից եւ սկսում ես քո կապերը խզել կամ կախվածությունը խզել մյուս աղբյուրներից, հայտնվում է մի օր եւ դու քո ընդհանրապես քո էներգետիկ անվտանգությունը արդեն կապում ես Ադրբեջանից եկող այդ նավթամթերքի հետ։ Ու այդ պայմաններից հետո է, որ Ադրբեջանը սկսելու է գինը բարձրացնել, արժեքը բարձրացնել։ Եվ քանի որ դու կորցրել ես քո մյուս հնարավորությունները, ուրիշ ելք չունես, քո անկախությունը, քո ամեն ինչը, ինչպես թմրանմոլը իր ընտանիքն է ձեռքից տալիս, իր ունեցվածքն է ձեռքից տալիս, այդ ժամանակավոր հաճույքը ձեռք բերելու համար, դու էլ այդ ժամանակավոր հաճույքը վերստանալու համար պարտավոր ես ցանկացած գին, որ քեզ առաջարկում է վճարել, եթե այդ գինը լինի քո անկախությունը, եթե այդ գինը լինի քո, ես ինչ գիտեմ, ազգային արժեքները, եկեղեցին, ինքնությունը, մշակույթը, քո երկրից տարածքները։ Հիմնականում այս նպատակն է, որ հետապնդվում է, որևիցե խելացի մարդ այս աշխարհում չեք գտնի, որ իր էներգետիկ անվտանգությունը, ես ինչ գիտեմ, նման կարևոր նշանակություն ունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքներ, որ իր համար անհրաժեշտ են, հիմնական ապրանքներ են համարվում, դրանք փորձի միանշանակ ձեռք բերել, ասենք, մի երկրից, որի հետ ինքը թշնամի է եղել մինչև մի քանի 2-3 տարի առաջ, 5 տարի առաջ ծանր պատերազմի մեջ է եղել եւ դեռ մինչև այսօր էլ ոչ մի խաղաղության համաձայնագիր այդ երկրի դեմ չկա եւ առավել դրան այդ երկիրը չի դադարում տարածքային պահանջներ ներկայացնել եւ շարունակում է տարածքային պահանջները, շարունակում ամենատարբեր պահանջները ներկայացնել ուրեմն Հայաստանին։ Հետաբար ես ուզում եի ձեր ուշադրությունը հրավիրել ժողովուրդ ջան, որ այդ էժան բենզին, էժան դրանք բոլորը ժամանակավոր երևույթներ են, կգա մեկ օր, երբ դուք կզգաք, որ այլևս այդ բենզինը էժան չի լինի, այդ բենզինի համար կվճարեք նույն այն գինը, որ այսօր վճարում եք այլ բենզինների համար, ուրիշ երկրներից եկած բենզինի դիմաց, բայց փոխարենը կորցած կլինեք ձեր անկախությունը, ձեր արժանապատվությունը եւ ամենակարևորը հիշեք, որ այդ գումարներից, որ դուք վճարում եք այդ բենզինը գնելու համար, յուրաքանչյուրը ինչ որ խողովակով ամենայն դեպքս անխուսափելիորեն վերադառնում է Ադրբեջան, իսկ Ադրբեջանը վերջին տվյալներով հանդերձ, թեև Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, Ադրբեջանը շարունակում է հավելել ռազմական բյուջեն, զենք է գնում, զինամթերք է գնում եւ հաստատ այդ զենքը չի գնում ինչ-որ ուրիշ երկրների վրա հարձակվելու համար։ Հիմնական թիրախներից մեկը այդ զենքերին լինելու են հենց հայ ժողովուրդը։ Ոչ մի խելոք մարդ ինքը իր ձեռքով գումար չի տրամադրի իր թշնամի երկրի, որպեսզի թշնամի երկիրը հարստանա եւ կարողանա դրանով զենք գնել եւ այդ զենքը ուղղել իր դեմ։